Սև թևերով 3 կարապները։ Կիրգիզական հեքիաթ։ Ժուկով ժամանակով մի ծերունի է լինում։ Այս ծերունին ունենում է 2 որդի։ Օրերից մի օր, երբ ծերունին զգում է, որ շատ չի մնացել իրեն ապրելու, կանչում է որդիներին ու ասում. «Զավակներս, ինչ որ ունեմ իմ մահվանից հետո, հավասար կբաժանեք իրար մեջ»։ Բայց հայրը դեռ նոր էր մեռել, երբ ավագ եղբայրը թաթը դնում է ամբողջ ունեցվածքի վրա։ Կրտսեր որդին նեղանում է ու ասում եղբորը. «Լավ, թե որ այդպես է, ինձ ոչինչ էլ հարկավոր չէ։ Առանց քեզ էլ ես մի կտոր հաց կճարեմ»։ Եվ կրտսեր եղբայրը թողնում է հայրական յուրտը ու հեռանում։ Նա գնում է, ուր որ աչքը կտրի։ Գնում է ու մտածում, թե աշխարհում ինչքան անարդարություն կա։ Մեկը ամեն ինչ ունի, իսկ մյուսը ոչինչ չունի։ Թե ինձ թողնեին, մտածում է նա, ես ժողովրդին երջանիկ կդարձնեի։ Կօգնեի, որ բոլոր մարդիկ հարուստ ու երջանիկ ապրեն, ու հարուստներին թույլ չէի տա, որ ճնշեին խեղճերին։ Տղան այսպես մտածելով գնում է, մեկ էլ իր դիմաց մի մեծ փոս է տեսնում, և փոսի մեջ էլ փայտե մի սանդուղք է տեսնում։ Կանգ է առնում ու մտածում. տեսնես էս փոսի մեջ ինչ կա։ Շատ է հետաքրքրվում ու սանդուղքով իջնում ցած։ Իսկ փոսը դու մի ասա այնքան խորն է լինում, որ շատ շուտով ցերեկվա լույսը ամբողջովին անհետանում է։ Վերջապես սանդուղքը նրան մի մեծ ծանր դռան մոտ է հասցնում։ Տղան դուռը բաց է անում ու հայտնվում մի պալատում։ Այդ պալատը շատ սենյակներ ուներ, բոլորն էլ ճոխ կահավորված, 4 կողմը մետաղ սխալիներ, ջահերը պայծառ լույս են արձակում։ Տղան սկսում է սենյակները նայել, մեկից մյուսը գնալ, և վերջապես հասնում է վերջին սենյակին։ Դուռը բացում է ու տեսնում, որ այնտեղ բարձերի վրա մի աղջիկ է նստած։ Հյուսքերը սև են, այտերը կարմիր, ատամները ոնց որ մարգարիտի հատիկներ, բայց աղջկա աչքերը շատ չար են նայում։ Ո՞վ ես։ Ինչպես այստեղ ընկար, հարցնում է նա։ Ես երկնքից իջա, ասում է տղան, և չգիտեմ, թե ոնց ետ գնամ։ Որ եկել ես, ուրեմն հավիտյան պետք է մնաս այստեղ, ասում է աղջիկը և դուրս փախչում սենյակից։ Անմիջապես պալատի բոլոր ջահերը մարում են։ Տղան հասցնում է բռնել միայն աղջկա ուսին գցած մետաքսե շալի ծայրից։ Տղան վազում է գեղեցկուհու ետևից, բայց աղջիկը դեպի դռներն է վազում, բաց անում, սև կարապ է դառնում ու թռչում գնում։ Շալը այդպես էլ մնում է տղայի ձեռքում։ Հենց այդ պահին էլ նա տեսնում է ծանոթ սանդուղքը։ Փոսից դուրս է գալիս, շալը ծոցը դնում ու շարունակում իր ճանապարհը։ Երեկոյան նա հասնում է մի մեծ քաղաք, որը գեղեցիկ լճի ափին էր, շրջապատված բարձր լեռներով։ Լճի ջուրը այնքան մաքուր է լինում, որ հատակի քարերը մեկ-մեկ երևում են։ Լճափին այդ ժամանակ հավաքված էր մի ամբողջ ժողովուրդ։ Ինչ է պատահել, հարցնում է տղան զարմացած։ Զուլում է, զուլում, պատասխանում են նրան։ Ամեն տարի էսօրը լիճը դուրս է գալիս իր ափից ու ծածկում մեր տները։ Եվ ջուրն այնքան ժամանակ չի իջնում, մինչև որ մենք քաղաքի ամենագեղեցիկ տղային լիճը չենք գցում։ Այ էսօր էլ դարբնի որդու օրն է։ Մինչև տղային այս բոլորը կպատմեին, շուրջը ամեն ինչ փոխվում է։ Կիրճերից քամի է սկսում փչել։ Ծանր ամպերը պատում են երկինքը։ Լիճը մթնում է ու օդը ցրտում։ Մարդիկ պատրաստվում են տղային ջուրը գցել։ Սպասեք, մարդիկ, ախր էդ ինչ եք անում, գոռում է տղան։ Չէ որ ինքներդ էլ չգիտեք, թե ջուրը ինչից է բարձրանում։ Գուցե հնարավոր է դեմն առնել։ Ինչ ես ասում,
պատասխանում են մարդիկ։ Լճի ջուրը ավելացնում է չար կախարդը, իսկ մենք նրա դեմ կռվել չենք կարող։ Իսկ ես նրանից չեմ վախենում, ասում է տղան։ Եվ եթե ձեզ ջրհեղեղից ազատեմ, խոստանում եք կատարել իմ խնդրանքը։ Խոստանում ենք, ձայնում են մարդիկ։ Տղան քաղաքից դուրս է գալիս ու գնում հասնում է այն աղբյուրին, որից սկիզբ է առնում լիճը։ Նա մոտենում է աղբյուրին, նայում ու մեկ էլ ինչ է տեսնում։ Մի գեղեցիկ աղջիկ այնտեղ կանգնած է։ Հյուսքերը սև են, այտերը կարմիր, ատամները փայլում են մարգարիտի հատիկների պես։ Միայն աչքերն են չար։ Աղջիկը կանգնել է աղբյուրի մոտ և ձեռքի անտակ արծաթե կժից այնտեղ ջուր է լցնում։ Աղբյուրը քլթքլթում է, ալիքներ հանում, ու ջուրը հոսում է դեպի լիճը, լցվում բարձրանում է ափերից։ Տղան վազում է գեղեցիկ աղջկա մոտ ու ձեռքից բռնում։ Զգուշացիր ով հանդուգն, թե չէ քեզ ես քար կդարձնեմ, ասում է աղջիկը։ Բայց տղան պատասխանում է. Ես քեզանից չեմ վախենում։ Ես եկել եմ մարդկանց զուլումից փրկելու, և ինձ համար ոչինչ սարսափելի չէ։ Այս ասելով տղան խլում է աղջկա ձեռքի կուժը։ Անմիջապես աղբյուրի ջուրը իջնում է, իսկ աղջիկը վախից ճչում է և սև կարապ դառնալով դեպի ամպեր է ճախրում։ Տղան կուժը պահում է ծոցում ու վերադառնում քաղաք։ Իսկ մարդիկ արդեն ուրախացել են, տղային դիմավորում են երգերով, նրան ձեռքերի վրա են բարձրացնում։ Մեզանից ինչ պարգև ես ուզում, հարցնում են մարդիկ։ Ես ուզում եմ ժողովրդին երջանիկ դարձնել, պատասխանում է տղան։ Բոլորը զարմանում են։ Ախր դու դեռ շատ ջահել ես, որ մարդկանց երջանկացնես։ Ավելի լավ է ուրիշ բան ուզիր։ Ինձ ուրիշ բան պետք չէ, պատասխանում է տղան։ Հետո նա հեռանում է քաղաքից։ Մի օր է գնում, հետո 2 օր, 7 օր հետո հասնում է մի ուրիշ քաղաք։ Դարպասների մոտ շատ մարդիկ են հավաքված լինում։ Ու բոլորի դեմքերն էլ շատ վախեցած։ Ձեզ ինչ է պատահել, հարցնում է տղան։ Մարդիկ պատասխանում են. Մենք ուզում ենք փախչել մեր քաղաքից։ Ամեն տարի այս ժամանակ մեզ մոտ է թռչում գալիս մի հրե թռչուն։ Կծում է մարդկանց և նրանք ծանր հիվանդություն են ստանում։ Մեր կանայք ու երեխաները վախից խելքները թռցրել են արդեն։ Որոշել ենք, որ պետք է հեռանանք այս քաղաքից ու գնանք ապրելու հեռու լեռներում։ Իսկ որտեղից է գալիս այդ թռչունը, հարցնում է տղան։ Մարդիկ մատով ցույց են տալիս։ Այ այն ժայռի վրայից։ Ես կփորձեմ հաղթել այդ թռչունին, ասում է տղան։ Միայն թե խոսք տվեք կատարել այն, ինչ կխնդրեմ ձեզ։ Իհարկե, մենք խոսք ենք տալիս կատարել քո բոլոր ցանկությունները, ասում են մարդիկ։ Միայն թե օգնիր ու փրկիր մեզ։ Եվ տղան գնում է դեպի ժայռը։ Սկսում է հրաշեկ քարերի վրայով վեր մագլցել և միայն երեկոյան հասնում է կատարին։ Այստեղ նա մի անձավ է նկատում։ Անձավից ներս է նայում ու ինչ է տեսնում։ Այնտեղ մի գեղեցկուհի աղջիկ է նստած։ Հյուսքերը սև են, այտերը վարդագույն, ատամները մարգարահատիկների նման փայփլում են, իսկ աչքերը շատ չար են նայում։ Տղան տեսնում է, որ աղջիկը կրակե փետուրներ է հագնում, իսկ ձեռքին արծաթե մի մատանի կա։ Աղջիկը շրջվում է ու տեսնում տղային։ Վախենում է ու ձեռքից ցած է գցում արծաթե մատանին։ Վազում է վերցնելու, բայց չի հասցնում։ Տղան վերցնում է մատանին, հագցնում իր մատին ու գնում։ Աղջիկը ճչում է ետևից, դառնում սև կարապ, դուրս թռչում անձավից ու կորչում ամպերում։
Տղան իջնում է ժայռից, հասնում քաղաք։ Մարդիկ ուրախ դիմավորում են նրան ու հարցնում. «Դե ասա, քաջությանդ համար ինչ պարգև ես ուզում»։ «Ես ուզում եմ, որ մարդկանց երջանիկ դարձնեմ», ասում է տղան։ «Ախր դեռ շատ ջահել ես այդ բանին հասնելու համար», պատասխանում են մարդիկ։ «Ես ուրիշ ոչինչ չեմ ուզում», ասում է տղան։ Նա ոչ ոսկի է վերցնում, ոչ մետաքս, որ մարդիկ առաջարկում էին նրան, և ոչինչ էլ չի վերցնում, պարզապես հեռանում է քաղաքից։ Շատ երկար նա գնում է այրող արևի տակ։ Հետո երբ շատ է հոգնում, պառկում է մի փոքր հանգստանալու։ Պառկած տեղից վեր է նայում ու ինչ է տեսնում։ Մի սև ամպ գալիս ու ծածկում է արևը։ Իսկ այդ սև ամպի վրա նա չտեսնված գեղեցկության մի ոսկե պալատ է նկատում։ «Երանի թե այդ պալատը ընկնեի», մտածում է տղան։ Եվ մտածում է, չի մտածում, մեկ էլ մետաքսե շալը մի երկար աստիճան է դառնում ու մինչև երկինք հասնում։ Այդ աստիճաններով տղան ամպերին է հասնում ու մտնում այդ կախարդական պալատը։ Իսկ աստիճանը նորից շալ է դառնում։ Տղան շալը ծոցն է դնում ու սկսում պալատի մի սենյակից մյուսը գնալ։ Այսպես գնում է ու մի մեծ դահլիճի հասնում։ Մեջտեղում սեղան է բացված լինում, վրան ինչ սիրտդ ուզի։ Հենց այն է, որ տղան ուզում է սեղանի մոտ նստել, դրսից ինչ-որ աղմուկ է լսվում։ Վազում է ու անկյունում թաքնվում տղան։ Լուսամուտը բացվում է և 3 սև կարապներ են ներս թռչում։ Նրանք մի կողմ են գցում կարապի փետուրները ու դառնում աղջիկներ, մեկը մյուսից գեղեցիկ, բայց դեմքները մեկը մյուսից չար։ Նստում են սեղանի մոտ ու սկսում են ուտել։ Շուտով նրանցից մեկը ասում է. «Քույրիկներ, փորձանք եկավ գլխիս։ Ես գետնի տակ մի մեծ պալատ ունեմ։ Մի օր թռա եկա պալատս։ Հենց էն է, որ ուզում էի հանգստանալ, մեկ էլ ինչ տեսնեմ։ Երկրից եկած մի տղա ներս մտավ։ Ուզում էի նրան հավիտյան թողնել այդ գետնի տակ, բայց նա ավելի ճարպիկը դուրս եկավ ինձնից։ Իմ մետաքսե շալը ձեռքիցս խլեց, իսկ դրա մեջ իմ ամբողջ չար ուժն էր պահված։ Իսկ ես, քույրիկներս, մեծ վիշտ ունեմ», ասում է միջնեկը։ «Մի քանի օր առաջ ինչ-որ տղա աղբյուրի մոտ եկավ ու ձեռքիցս խլեց իմ արծաթե կախարդական կուժը։ Դրա հետ էլ տարավ իմ ամբողջ ուժը։ Իմ գլուխն էլ այդպիսի մի օին եկավ», ասում է երրորդ քույրը։ Ինչ-որ հանդուգն մի տղա, որ ետևիցս ժայռի վրա էր բարձրացել, ձեռքիցս խլեց իմ արծաթե մատանին, իսկ այդ մատանու մեջ պահված է իմ ամբողջ չար ուժը։ Այս բոլորը լսում է տղան, դուրս է գալիս իր թաքստոցից ու ասում. «Էդ ես եմ ձեր չար ուժերը խլել»։ Դե ուրեմն վերադարձրու դրանք, սկսում են խնդրել սև կարապները։ Վերադարձրու, թե չէ մենք երկար ապրել չենք կարող։ Մենք էստեղից հեռու կթռչենք ու մարդկանց այլևս չարիք չենք պատճառի։ Տղան մտածում ու ասում է. «Ես ձեր խոսքերին չեմ հավատում»։ «Իսկ ինչ ես ուզում», հարցնում են կախարդները։ «Ես ուզում եմ ժողովրդին երջանիկ դարձնել։ Ուզում եմ, որ մարդիկ ոչ պատերազմներ, ոչ սով տեսնեն։ Ուզում եմ, որ խաղաղ աշխատեն իրենց դաշտերում և հարուստները չթալանեն աղքատներին։ Իսկ դուք, սև թռչուններ, գնացեք կորեք, քանի դեռ կենդանի եք։ Սև կարապները թափ են տալիս իրենց թևերը ու թռչում են հեռու, բարձր լեռներից, կապույտ լճերից այն կողմ։ Թռչում են գնում, որ այլևս չգան մարդկանց մոտ, և նրանց այլևս վիշտ չպատճառեն երբեք։